Ես էլ եմ նվերներ մեր բալիկներին։ Բարես ինչ լավ տղաներ են, ես ինչ լավ աղջիկ Պուճուրների փաստորեն տարբեր սեռեր են։ Հա, երբ աղջիկ մի տղա է դրա համար։ Երբ հատրոսի հատ գալու ոչ։ Ռեշտակներ են։ Այ աման։ Ինչ լավն է։ Ոյ թոթիկի չասենք դու փոքիլա։ Են մեծերին է։ Վայ, Մեկը մեծին։ Ուրա բա Տիգրանս։ Տիգրանը տանը չի նոր զանգեց ասեց։ Ասաց եսա գալիս եմ ես տանը։ Նո տեսեք ինչ հրաշքներ են ձեզ։ Աստված պահի։ Ոնց մեծանան։ Ամենակարևորը այո։ Երեխեք ինչ նվերներ եք բերել, ասեք ես մարդի իմանա։ Ալեն, Էլեն, Միլենա։ Միլենա, հանելը երկու աղջիկ մի տղա։ Իսկ ես փոքրիկը Դավիթ։ Լիլիթը տուն երեք զանգել եմ խոսում եմ, ունես մի ձեն ա գալիս, ունես մի ձեն գալիս։ Հա։ Պոլիկլինիկայի տնօրենն եմ ես, արդեն բժիշկը եկել է, տեսել է, մեր հսկողության մեր կենտրոնում է ձեր երեխաները, բժիշկը շատ հաճախ կգա, բուժքույրը, ինչ խնդիր կունենաս, դուք ասես։ Ես կտամ իմ համարներ, եթե հանկարծ որևէ հարցով պետք լինի, անպայման զանգ կտակ, որ շտապ սպասարկում օգնություն ձեզ կատարենք։ Այստեղ ես բերել եմ եւ երեխաներին հագուստ եւ խնամքի պարագաներ կան։ Այդպես հասիկներ ադեպի ջենաչափ հավանա երեխաներին պետք է։ Հասկացանք, որ ձեզ շշեր են պետք, կներեք նոր ենք իմացել։ Երեխաների, հա, կեղուտ սննդի հետ շշեր բան, պես բաներ։ Ինչա պետք դու ասեք, տեսնենք ինչ։ Դուք կամաց մեզ ասեք, մինչև Տիգրանը կգա, ես գիտեմ իր ասելիքը։ Դուք այս մասով ասեք, հա, Տիգրանը ուրիշ ասելիք ունի, էլի։ Ինչ ասենք, խնդիրներ ունեք, ինչով կարանք ձեզ օգնենք, թաղապետարանը, պոլիկլինիկան։ Ավելի շատ կարելի ասել սննդի օպերսի հարցում, որովհետև արհեստական սնունդել են ուտում իրանք։ Իսկ ինչ արհեստական ես տալիս եք։ Հումանա են նշանակել, հումանա են տալիս։ Հասկացա։ Հումանան մերն է։ Եվ պամպերսները երևի թե կփորձենք իմ ասած ձևով, հա, դիմենք, մենք կտանք դեղատոմսերը, որ ստանանք, էլի։ Հա։ Դիմենք, տեսնենք կլինի թե չի, հա, որ մենք կարողանանք ձեզ ապահովել։ Բաց, ես այս ապացոց։ Նրանք հապս կա, էլի։ Դավիթը 2 տարեկան է, չէ՞։ Հա։ Մյուս տարի մանկապարտեզ ալինանա։ Մեծերին Մի 6 ամիս հետո արդեն բաներ ենք տանք մանկապարտեզ, որ դուք կարողանաք երեխաներով զբաղվել։ Դուք երևի այս 5-ով չբավարարվեք, չէ՞։ Չէ, բավարարվենք, արդեն կբավարարվենք։ Բա ասում են, եթե ուզում ես 7 շնչով սեղան նստես։ Երկուս էլ իրանք են։ Չէ, երեխաները։ Դավիթն է։ Այս տարի ինքը դպրոց է գնալու, բա, չէ՞։ Դպրոց ես գնալու այս տարի։ Ունես պարուսակ բան, ամեն։ Դե ուրեմն պարուսակներ, մենք կտանք։ Մի հատ մկրատ Ահա, տղայի փոքր
Ալեն, Ելենա, մի հատ սենց բանով ուղղակի հետաքրքիր է, ոնց են ծնվել, առաջին ով է ծնվել հետո, առաջինը Էլենան, ջոկում եք, հա, որն է Ելենան, այս մեջտեղին է, այդ շատ ճարպիկ է իմիջալոց, ասեն, Առաջինը մեջտեղինն է ծնվել, հետո հետո Ալենը, հետո փոքրիկը։ հետո փոքրիկ է, Ինքը քաշովել է փոքրիկ։ ես երեք Արենի հետ եմ խոսել, բանի հիվանդանոցի տնօրենի, մեր լավ ընկերն է, 42 օր ասեց, մեր հսկողության տակ է, դուք իր հսկողության տակ է, ասեց երեխաների վիճակը շատ լավ է, եթե լավ չներ մենք դուք չէին գերի, և հետո հսկողություն արդեն մեր պոլիկլինիկան լրին ամեն ինչով կապահովի։ Այդ մեկը չեղավ, դուք մեծն ես։ Եկան իրան եկավ այդ տեղակալն են, ինք հիմա ազատույթա, ինք ինքնավար Եվ ինքն ավարկել ձեզ նորերնով է, պոլիկլինիկայի վարիշտա, մայն այդանդնան պարու շահունյան է սոցիալական բարինի պետն այն միշտ ձեջով իրան լավ ճանաչեի։ Իսկ երյակ ընդհանրապես ձեր կամ վերանից մեջ կա, Չէ, առաջին չունենք։ Զույգեր էլ չունեք։ Զույգեր էլ չունենք։ Զույգեր էլ չունեք։ Ես դուք եք ինքը դրել էլի, հիմա արդեն կարծում եմ ունեն։ Եվ ամենակարևորը Արենը ասում է, որ նա է, որ ասենք ոչ այն բեոնավորման հա, սա բնական ճանապարհով դա այդքան էլ չի լինում։ Հիմնականում sense լինում է եւ դա ասենք իսկ ձեր փողոցում կան էլի մայրեր, որ երեա կամ երկվոյրակ, թե դուք առաջին եք։ Չէ, չունենք, իմ իմանալով չունենք այստեղ երյակ, չունենք։ Իսկ քանակեր Զեյթու վարչական շրջանը ունեցել է նման ծնունդներ։ Դուք կարող եք։ Երյակներ քիչ են լինում։ Բայց եղել է ձեր վարչական։ Մի անգամ շուտ եղել է մեզ մոտելի երյակ, հա, բայց շատ տարիներ առաջ, հիմա նոր առաջի անգամ։ Անպայման հսկողության ժամանակ պիտի հայտնաբերվի, իհարկե սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ խտղի քանակը որոշվում է, կիմանային էլի։ Դուք չեք ուզում մայրանալ։ Ունե զույգ, հա, երյակ եթե չեք ունե զույգ։ Դու էլ մի Ոնց ես։ Մամային է սիրում թե պապային։ Պապային։ Պապան քիչ է խանդում, դրա համար պապային։ Իսկ քուրիկներին չես սիրում, թազա քուրիկներին։ Խանդում ես։ ճիշտ էլ ասում։ Ճիշտ էլ ասում է։ Շամշանը մի բան Գիտակ փոքրից ծորի։ էստեղ իրաց ծիվի մեջ կմնչերեց։ Տելով են բայց։ Երեք ես որ զանգեցի, ես մտածեցի ես ոնց պիտի անեմ։